Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք միասին ասենք Փառք Հիսուս Քրիստոսին։ Կենթանի է մեր Աստված եւ մենք հավաքված ենք նրա հզոր անվան շուրջ եւ հավատում ենք, որ այսօր նրանից ունենք օրհնություն, նրանից ունենք կյանք, նրանով ենք, որ կանք, առանց նրա ոչինչ ենք եւ ինչ որ ենք նրանով ենք եւ նրան պիտի փառավորենք ու երկրպագենք, ինչպես եղբայրներն էլ այսօր խոսեցին, նրանով պիտի պարծենանք եւ նրանով պիտի ուրախանանք։ Ասենք Փառք Հիսուս Քրիստոսին։ Արժանա չէ ինքը փառքերի։ Մենք սրտանց իրանով ուրախանում ենք ժողովուրդ ջան, փառք Տիրոջը։ Այսօր սիրելի քույրեր, եղբայրները խոսեցին, ես ուզում եմ ուղղակի Երեմիա գրքից մի հատված կարդամ 17-րդ գլուխ, Երեմիա 17-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Այսպես է ասում Տերը, այսպես է ասում Տերը։ Էսի քարոզիչը չի ասում, էսի մեր մտքից հղված խոսք չի, էսի այնպես չի, որ մենք վերլուծաբանության արդյունքում շատ հաճախ քարոզների մեջ գալիս ենք ինչ-որ բանի մեջ եւ ասում ենք սա էսպես է, սա է նշանակում, բայց այստեղ ուղղակի ուղիղ է գրած, հենց որ այսպես է ասում Տերը, այսպես է ասում Տերը։ Անիծյալ լինի այն մարդը, որ մարդին է ապավինում, եւ մարմինը իրեն բազուկ է շինում, եւ իր սրտով խոտորում է Տերից։ Այն ժամանակ, սիրելի քույրեր, եղբայրներ, ասես ինչի է այս մարդը տկարացել, ինչի է այս մարդը Աստծո հետ լավ չի, ինչ եղավ այս մարդու կյանքում, լավ էր։ Բայց Աստծո խոսքն ասում է, այսպես ասում է Աստված, այն մարդը, որ մարդուն է ապավինում, այն մարդը, որ իր ապավինությունը Աստծուց փոխվում է, առաջին մեծագույն գործը, որ տեսնում ես իր կյանքում, տեսնում ես Աստծուց խոտորյալ կյանք ապրում։ Աստծո կամքից շեղված կյանք է սկսում ապրել։ Իր կյանքի ձևը փոխվում է։ Հոգևոր կյանքի հետաքրքրությունը փոխվում է, Աստծո հետ ապրելու հետաքրքրությունը փոխվում է, որովհետև ապավինությունը փոխվել է։ Ասում ենք ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ։ Աստծուն ապավինելու փոխարեն վել բաների ապավինը, կյանքի նպատակը փոխվել է։ Գիտեք ժողովուրդ ջան, մի հատ բան ասեմ, այս ուղղակի թեմայից դուրս հիշեցում որպես։ Գիտեք մարդիկ կան ասում են ոնց անենք որ լավ ենք, դա ասում են շատ կարդա, շատ աղոթի, Տիրոջ երեսը փնտրի, լավ կլնես։ Բայց ժողովուրդ ջան, տարիներ այսքան տարիներ հավատքի կյանք ապրելուց հետո մի բան լավ հասկացել եմ։ Ես դեմ չեմ շատ կարդալուն, ես կողմ եմ շատ կարդալուն, ես դեմ չեմ շատ աղոթելուն, ես կողմ եմ շատ աղոթելուն։ Ես դեմ չեմ պաշտամունքին գալուն, Աստծո խոսքն ասում է պարտադիր է պաշտամունքի գալը։ Բայց մեկ բան համոզվել եմ, եթե մարդու կյանքում ընտրություն չկա Աստծո հետ ապրելու, մարդը իր սրտով ամբողջ իրայությունով սիրահարված չի Աստծո վրա, եթե մարդը իր ներսում ընտրություն չի արել, որ իմ կյանքս մենակ Աստված է, դու ինչքան ուզում ես կարդա, ինչքան ուզում ես աղոթի, ինչքան ուզում ես պաշտամունքի գա, մեկը այդ եկեղեցու անդամ չի դառնում, ոչ է Քրիստոսի մարմնի անդամ։ Տարիների ցույց են տվել։ Գալիս է մի այդ ժամանակ, մեկ է տենում ես այդ մարդը չկա, որովհետև իր ապավինությունը երբեք Աստծո վրա չդրեց։ Չհասկացավ, որ կյանքը մենակ Աստված է։ Բայց ինչի՞ց է որ մարդը տարիներ տենում ես կա, մեկ է տենում ես անհետացավ։ Հենց դից է ամբողջ խնդիրը։ Դրա համար սերի քույրեր եղբայրներ, ասում է Աստված այսպես ասում է, անիծյալ լինի այն մարդը, անեսք է գալի այդ մարդու վրա, անեսքի մեջ է անգնում այդ մարդը, որ մարդին է ապավինում եւ մարմինը իրեն բազուկ է շինում։ Եվ իր սրտում խոտորում է Տերից, նա Մոշենի պես պիտի լինի, անապատում, պիտի բարիք եկած ժամանակը չտեսնի, եւ պիտի բնակվե անապատում այրված տեղում, աղի եւ անբնակ երկրում։ Ահա անեցքի վախճանը։ Հիմա ուշադրություն դարձրեք 7-րդ խոսքը, այսի մենք շատ ենք սիրում, բայց սան ուշադրություն պիտի դարձնենք մինչեւ 7-ը, որ մենք ինչպես ենք ապրում։ Եվ 7-ում ասում է օրհնյալ լինի այն մարդը, օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերը նրա հույսն է, եւ Տերը նրա հույսն է, նա չի ամաչելու ժողովուրդ ջան, նա չի ամաչելու, օրհնյալ է լինելու այդ մարդը, օրհնված է լինելու այդ մարդը, որովհետեւ Տերն է իր հույսը։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերը նրա հույսն է, նա նման կլինի մի ծառի։ Ահա Տերը ինչպես է նմանացնում։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրի մոտ, նա իր արմատները կձգե գետի մոտով եւ չի տեսնիլ տաքություն եկած ժամանակը, նեղության ժամանակ էլ խնդիր չի ունենա։ Եվ նա տերևները կանաչ կլինեն եւ երաշտի տարին
Այսինքն սովի տարի, նեղության տարի, նա չի վախենալ, չի դադարի պտուղ տալուց, նա կմնա հաստատ իր տեղում, որովհետև ակունքը տեղը ճիշտն է, որովհետև իր ընտրությունը ճիշտ տեղն է, ճիշտ տեղում է տնկված, նա պտուղ կտա, նա չի չորանա, նա կանաչ կլինի, որովհետև Տիրոջն է ապավին է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մինչև խոսքը շարունակել է 9-րդ խոսքը, իհարկե կանդրադառնանք, ես մի քիչ այս մասին խոսեմ։ Այսօր եղբայրները խոսեցին Տիրոջը հուսալու վրայով, բարիք անելու եւ Տիրոջ անունով անելու եւ պարծանքը Տիրոջ համար անելու։ Երկու եղբայրների հիմնական խոսքը սա էր՝ քո պարծանքը լինի Տերը։ Ժորժ ջան, ես մի բան ասեմ, եթե իմ ապավինությունս Տերը չի, իմ հույսս կարա Տերը լինի։ Եթե իմ հույսս Տերը չի, իմ պարծանքս նա կդառնա, ոչ։ Իմ ընտրությունս նա կլինի, թե չէ։ Ժորժ ջան, ինչի՞ց է որ մարդը ճանապարհի կեսին է մնում։ Մենք շատ ենք աղոթում, օրինակ ես մամիկոն աղբորից այս աղոթքը լսել սովորել եմ եւ ընդունել եմ իմ սրտի մեջ, ես էլ շատ եմ աղոթում այս դրա մասին, որովհետեւ գիտակցել եմ ինչ է աղոթում։ Որ ասում Տեր Աստված, մեզ պայի հավատքի մեջ հաստատ, մեզ պայի հավատարիմ մինչև վերջ։ Շատերը ճանապարհին մնացին, մենք իրանցից լավը չենք, պայի որ մենք մինչև վերջ հավատարիմ լինենք։ Այս աղոթքը ես մամիկոն աղբորից լսում եմ, ասում եմ, այս աղոթքը տնասկի անում։ Հետո երբ որ ես հասկացա խորհուրդը այդ աղոթքի իմաստը, որ մարդը գիտակցում է ինչ է նշանակում ճանապարհի կեսին մնալ, եւ ովքեր մնացին ճանապարհի կեսին, ես էլ հիմա շատ երկար ժամանակ այդ աղոթքն անում եմ միշտ։ Ժորժ ջան, մարդը կարա ճանապարհին մնա, ինչի, մարդը կարա օրդության փոխարեն անեզք վեկալի, ինչի, մարդը կարա թողի Տիրոջ ներկայությունը, ինչի, մարդը կարա օրդությունը անեզքի փոխի իր կյանքում, ինչի, որովհետև իր ապավինությունը փոխեց։ Մարդը եթե Տիրոջը ապավինելու փոխարեն ուրիշ բաների ապավին է, իր փառքին չի ապավինի, իր շահին չի ապավինի, իր պարծանքը ինքը չի դառնա, իր փառքը իր առաջից չի դնի։ Ժորժ ջան, հավատացեք, ինչ ուզում ես արա այս երկրի վրա, ինչ ուզում ես արա, այս երկրի վրա, ինչ ուզում ես արա, ինչ է դա գիտեք։ Մի հատ sense փոշի, մի հատ քամի, մի հատ շոքի ասու խոսքն ասում է։ Սողոմոնը այն ժամանակ որ ասում էր, գիտեք, երիտասարդ ժամանակ այդքան չես հասկանում, որ մի քիչ մեծանում ես, լավ ես հասկանում Սողոմոնն ինչ ասա։ Ջայ ժամանակ մտածում ես, ես հասնեմ ես ինչ բաներին, հասնում ես, հասկանում ես, ասում ես, այ մարդկի Սողոմոնի կախոսած խոսքերը ես վաղուց չէի հասկանում։ Ունայնություն, ունայնության։ Ամեն բան ունայնություն է եւ ունայնությունից հետեւ։ Այս կյանքում մարդ ինչի ուզում է հասած լինի, արդյունքում ինչի է հասել, եթե Աստծո հետ չի։ Ժորժ ջան, ինչի է հասել։ Հələ մեր մեջի ամենատարեց եղբորը կամ քույրիկին վեր կանգնացնենք ու ասենք. ոնց անցավ քո կյանքի տարիները եւ դու ոնց դառար 80 տարեկան, 90 տարեկան, ինչ հասկացար քո կյանքից եւ ինչի ես հասել եւ արդյոք քո նպատակը իրականացրել ես ամբողջությամբ։ Կարաս ասես, ես սաղ արեպրծել եմ, ինչ ուզում էի արեցի, մտքովս ինչ անցավ, սիրտես ինչ ուզեց, աշկս ինչ տեսավ, սաղ ունեցա, արեցի, տեսա, կարաս այդքան բանը։ Ես այդքան այս մարդու չեմ հանդիպել, շատերին եմ հարցրել։ Բայց Սողոմոնն ասում է, ես այդքան արել եմ։ Ու էլ այդքան ստացվում ունայնություն է։ Ու մարդը դադարգության եւ ունայնության համար ամեն օր պատերազմում կռվում է, ամեն օր պայքարում է, արդյունքում ունայնություն է։ Ես հիշում եմ, որ երիտասարդ էի, մեծերը պատմում էին, ասում են, այս կոշիկի գործանում մի հատ ձևարար կար, ասում է, ուզում էր 0.6 առներ եւ ասում է փող էր հավաքում, որ 0.6 առներ։ Ասում է տարիներով ինքը որ գալիս էր գործի, մենակ մածուն, հացում էր ուտում, փող չէր ծախսում, հավաքում էր, որ իր երազանքին հասներ։ Ասում է վերջում ճիշտ է, առավ ավտոն, բայց ասում է կարճ վայելեց, ասում է առողջականը փչացելու պատճառով մեռավ։ Այդ չուտելու իրան հուծված այդ ամեն ինչի հետ խնայելու պատճառով մեռավ ավտոն չվայելեց։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Հիմա ասենք թե այդ ավտոն ինքը թողեց իր երեխեքին։ Իր երեխեքին հիմա դա պետք էր։ Քանի կոպեկ արժի այսօր 0.6-ը։ Ինչ արժեք ունի այսօր որ երիտասարդա 0.6-ի համար երազում 0.6 ունենա։ Ոչ իվանի բանից բարձ այն ժամանակվա մարդու երազանքը այսօր իր սերունդի համար ոչինչ է դառը։ Այն ժամանակվա արժեքը, որի համար մարդ չկերավ ու չխմավ ու մեռավ, այսօր իր սերունդի համար ոչինչ չարժի։ Արդյոք մենք ինչի համար ենք պայքարում։ Արդյոք մենք ինչի համար ենք ջանք թափում։
Բայց նրանք, որոնք Տիրոջն ապավինեցին եւ Տիրոջ համար ապրեցին, անգամ Տիրոջ համար իրանց կյանքը դրեցին, այսօր իրանց սերունդները օրհնված են, իսկ իրանք այսօր Քրիստոսի մոտ երկնքում վայելում են հավիտենական արքայության ուրախությունը, ոչ թե դժոխքում տարապում։ Ասում մի հարուստ կար։ Ասում այդ տարի շատ օրհնվավ գործերը, լավ ստացվավ, բեկր ու բարիքը շատ եղավ։ Ասեց էս ինչ լավ էր։ Սորվա շատ մարդիկ էսի ասում են, չէ՞։ Այս տարի գործերս էս ինչ լավ գնաց։ Ես մտածելու ինչ ունեմ ասում ասեց։ Հեսա ամբարներս կլցեմ, իմ հոգուն կասեմ կեր խմի քեֆ արա շարունակ, դու ինչ պրոբլեմ ունես։ Այսօր հայերը այդ երգը երգում են։ Առանց գիտակցելու ինչ են երգում։ Ժողովուրդ ջան, Աստված ասեց ով հիմար անմիտ մարդ լցել ես, լավ ես արել։ Այսօր հոգիդ վեկալում եմ։ Իմ ձեռնա, քո ապրելն ու մեռնելը իմ ձեռնա։ Հա, արել ես, լավ ես արել։ Փոխանակ երկինք նայես ասում փառք տաս եւ ասես Տեր, այսքան ինձ առատացրել եւ օրհնել ես քո փառքի համար։ Ես ինչ ունեմ անելու։ Որտեղ ես քո փառքի համար գործ ունեմ անելու։ Դու ինձ հենց այնպես չես տվել պարարտեսել։ Դու պարարտեսել ես, որ քո փառքին ծառայեցնեմ։ Այսօր շատ հավատացյալներ, որ պարարտանում են, մոռանում են Աստծո փառքի համար անելը։ Ասում են, ես խնդիր չունեմ, ես օրհնված եմ։ Ինչ, քուրդ էլ այն մի աղբետը, որ այդքան չունեն անիծված են։ Այդ ինչ թազա գաղափար է այսօր մտել է շատ հավատացյալների մեջ։ Փողը օրհնություն են համարում։ Փողը օրհնություն չի։ Փողը Աստծո կողմից տրված հնարավորություն է։ Օգտագործելու Աստծո փառքի եւ անունի համար եւ քո սիրտը ցույց տալու դու ինչ սրտի տեր մարդ ես։ Այսօր օրհնությունը Աստծուն ունենալու եւ հոգեվոր կյանք ապրելն է։ Այո, օրհնված մարդը Աստծո խոստացում է իմ զավակը սոված չի մնա, այսի օրհնությունն է։ Իմ զավակը ձեռը չի մեկնի, չի մուրա, այսի օրհնությունն է։ Բայց այդ մարդը հիմար էր եւ Աստված այսօր հոգիդ վերցնում եմ, ինչ ես անելու այդ ամբողջ ունեցածը։ Դրա համար մարդը իր ունեցածին պիտի չապավինի, մարդը Աստծուն պիտի ապավինի։ Մարդը իր հնարավորություններին պիտի չապավինի, մարդը Աստծուն պիտի ապավինի։ Մարդը իր շրջապատին պիտի չապավինի, մարդը Աստծուն պիտի ապավինի։ Եթե շրջապատիդ ապավինեցիր, ամոթ հալելու։ Եթե բարեկամներիդ ապավինեցիր, խայտարակ ես լինելու։ Ասել կարդամ նայեք։ Աստծո խոսքն է այդպես ասում։ Աստծո խոսքն է այդպես ասում։ Կվերադառնանք այս խոսքին։ Բայց հիմա ուզում Եսայի մարգարեության մեջ կարդամ, Եսայի 31-րդ գլուխը։ 31-ի առաջի խոսքից։ Վայ նրանց, որ իջնում են Եգիպտոս օգնության համար, որ աշխարհից օգնություն են սպասում։ Մարդը հավատացյալը Աստծո մարդը գնացել է աշխարհից օգնություն է սպասում։ Միտեից որ Աստծուց չի այդ օրհնությունը։ Օրհնություն է սպասում միտեից, որ Աստված չի ուղարկե։ Եգիպտոսին Աստված չի ուղարկե, Ագրավին Աստված չի ուղարկե։ Պատկերացնում եք ոչ թե Ագրավին Աստված ուղարկել է եւ Ագրավը ծառայում է Աստծո մարդուն, այլ Աստծո մարդը գնում է Ագրավ ջան, խնդրում եմ, ինձ մի կտոր հաց կբերես։ Տարբերություն չկա։ Ստե Ագրավը դարել է ծառան Աստծո մարդուն, ստե մարդն Աստծո դարել ծառա Ագրավի։ Տարբերություն կա։ Գրված է որ ամբարիշտը պիտի աշխատի, ամբարիշտը պիտի ստեղծի, սուրբը պիտի ուտի։ Բայց սուրբը պիտի չխնդրի ամբարիշտին, ամբարիշտը պիտի բերի, ենթարկվի ասում տակ ես։ Ստե տարբերություն կա։ Ագրավը հրաման ուներ Աստծո մարդուն կերակրելու, վայ նրան որ չկերակրեր։ Բայց Աստծո մարդը ողորմություն չէր հայցում Ագրավից։ Ապավենը Ագրավը չէր, Աստված էր հրամանով բերում էր։ Սրանք տարբեր բաներ են։ Ժողովուրդ ջան, ասում է վայ նրան, որ Եգիպտոս կեթա, աշխարհ կեթա ապավինության համար։ Իջնում են Եգիպտոս օգնության համար, ձիերին են ապավինում, կառքերին են վստահում, որ շատ են եւ ձիավորները, որը խիստ զորավոր են եւ ապավինում են Իսրայելի Սուրբին, որ Տիրոջը չեն խնդրում, բայց նա էլ իմաստուն է եւ չարիք է բերում եւ իր խոսքի դեն չի գցում։ Վեր է կենում չարերի տան վրա եւ անօրինների գործողների օգնության դեմ է։ Եվ եգիպտացիք մարդ են եւ ոչ թե Աստված։ Նրանց ձիերը մարմին են եւ ոչ թե հոգի, բայց Տերը կմեկնե ձեռքը, ուշադրություն դարձեք, Տերը կմեկնե ձեռքը, կսահե օգնողը եւ վայ կընկնի օգնվողը։ Եվ ամենքը միասին կփչանան։ Ինչի համար։ Ինչի համար Աստված սա թույլ տալու։ Որ դու հասկանաս, ես հասկանամ, որ մարդը հասկանա, որ Տիրոջից է զորությունը եւ Տիրոջից է օրհնությունը։ Կարդացինք
նա որ մարդուն կապավին է, բազուկը մարդուն կսարքե, որ հույսը ուրիշ բանի վրա գտնե ոչ թե Աստծո, անիցիալ պիտի լինի, պիտի չորանա, օրհնություն չունի, բայց որ նա Տիրոջ չկապավինի, նրա հույսը Տերն է, Տերը կորտնի նրան։ Եթե դու ինչ-որ բան անում ես, այսօր եղբայրները սա խոսում են, եթե դու ինչ-որ բան անում ես եւ քո անելու հիմքը ընկած չի նրանում, որ Աստված փառավորվի եւ քո ապավինությունը նա չի, որ նրա համար ես դու ապրում եւ նա է քո կյանքի նպատակը դարձել, ասա ինձ տեսնեմ, ինչ օգուտ ունես դրանից։ Ինչ օգուտ ունես դրանից։ Այսօր 40 հոգի չէ, 140 հոգի, 140 հոգի չէ, 1.400.000 հոգի քեզ ծափահարում են։ Եվ վերջապես դու կանգնած ես մի սարի գլխին եւ իրակրագունդ մոլորակը քեզ ծափահարում է։ Ասում է չկա քո նմանը։ Ինչ քեզ դրանից, կասես։ Կասես ինչ քեզ դրանից։ Մի հայտնի եկշուհի կար։ Հյուրանոցում, երբ որ տոնում են իր ծննդյան տարեդարձը եւ հավաքված են աշխարհի բոլոր հայտնիները եւ մեծ շքերթ են կազմակերպել իր ծննդի կապակցությամբ եւ մեծարանքի երեկո կազմակերպելով նրա համար, հյուրանոցի այդ մեծ դալիճում տոնում էին նրա ծննդյան օրը, այդ օրը ինքը բարձացավ իր համարը եւ իր համարից իրեն գցեց մեռնելու համար եւ մեռավ։ Գիտեք ինչի համար։ Որովհետեւ այն դադարգությունը, որ իր հոգում կար, որը միայն Աստված կարող լեցներ, ինքը չգնաց Աստծուն։ Ծափերը կային, փողերը կային, փառքերը կային, բայց ինքը դադարք էր, դադարք։ Ժողովուրդ ջան, եթե Աստված չլցնի քո դադարգությունը, այս երկրի աղնդի վրա ինչ ուզում ա լինի, սա սուտ է եւ ունայն։ Դրա համար մարդիկ անկուշտ են, ասում են չի են անկուշտ, որովհետեւ ինչ-որ բանի հասնում են, բայց չի լցվում այդ դադարգությունը։ Ձգտում են մեկ ուրիշ բանի հասնեն, որ այդ դադարգությունը լսեն, պայքարում, կռվում, պատերազմում, ամեն բան անում են, թե հասնում են տերմինը տելա դադարք։ Սողոմոնը ասեց ամեն բան արեցի, դադարք էր եւ ունայն։ Այն ինչ որ արեցի Աստծուն։ Գիտեք, Սողոմոնը հետարքի խոսքեր ունի։ Ասում է, այս աշխարհի տակ, այս արևի տակ ինչ ասես, արեցի, տեսա եւ ունեցա։ Ու շեշտում է ինչերը արե։ Այն էլ այդ ժամանակում։ Հիմա այս ժամանակի այս զարգացած ժամանակում մարդը այդքան բան չի կարող անի։ Եվ վերջում ասում է սաղ ունայն էր ու դադարք, բայց մի բան կա, չգիտեմ, հավատացյալները էսի ուշադրություն դարձրել են կարդալուց թե չէ։ Սողոմոնը ես միշտ էսի շեշտում եմ, մի բան կա, ասում է ինձ մի բան մնաց էս իմ ապրածից։ Էս իմ ապրածից մի բան մնաց։ Սաղ ունայն էր։ Էս եղածը չգիտեմ իմ սերունդները ինչ են անելու, սաղ փչացնելու են, էձև էլ եղավ փչացրեցին։ Այդ սաղ իր ստեղծածը, որ ոսկին արծաթը անգի արժեք չուներ արդեն այնքան շատ էր, այդ սաղ փչացրեցին։ Իր սերունդը սաղ, դաժե իր թագավորությունը փչացրեց։ Կտոր եղավ։ Ինքը սաղ ճիշտ էր ասում որ ունայն էր։ Իր սաղ արածը ունայն էր, օգուտ չունեցավ։ Բայց մի բան ասում է օգուտ էր։ Ինչ էր օգուտ, գիտեք ժողովուրդ։ Ով կհիշի ինչ էր ասում, սա ինձ օգուտ էր։ Հա՞։ Չեմ լսում։ Լավություն անելը։ Ասում եմ, որ բարություն արեցի, այդ ինձի մնաց։ Ժողովուրդ ջան, այն որ Աստծո կամքը կատարեց, բարություն արեց։ Աստծո փառքի համար մի բան արեց, ասում եմ, էդի մենակ ինձի մնաց այս քանի մեջ։ Այս քանի մեջ ինձի էդի մնաց ասեց։ Երբ որ մեր իմ ընկերներից մեկը Ուկրաինայում լավ եղբայր շատ է ճանաչում եք։ Երբ որ այնպես է ստացվել, մեկը իրանց տունը մտել էին, իրանք ուզում էին բարություն անեն, բայց այդ մարդը թալանել էր տունը։ Եվ որ ես զանգեցի, ասի հն, ինչ վիճակ է, եղբայր ջան, բան մնացել է, թե սաղ տարել են, ուզում եմ հասկանամ, կարող է պահած մի բան ունեցել է, սաղ են տարել, թե սաղ չեն տարել։ Ասե չէ, Ռուզիկ ջան, սաղ չեն տարել։ Այ ասի փառք Աստծո, այ ախպեր, ինչ լավ է որ սաղ չեն տարել։ Ինչ են տարել, ինչ է մնացել, ինչը տուններ սաղ տարել են, ինչը հասցրե երկինք եղերգե մնացել է։ Այսքան են որ հասցրե երկինք եղերգետի մնաց, որը չի հասցրե սաղ տարան։ Ժողովուրդ ջան, գիտեք, էսի հոգևոր մարդը մենակ կարա հասկանա ու ասի։ Մենակ հոգևոր մարդը կարա էսի գիտակցի։ Թող Տերը ինձ ու քեզ օգնական լինի, որովհետեւ մենք հասկանանք մեր շարժարի թե մեր ապրելու նպատակը։ Մարդը ավետարանը ամեն օր կարդում է, բայց հետո խոսում ես այդ խոսքի հետ вообще կապ չունի ինքը։ Կապ չունի։ Բայց մարդը իր ընտրությունը դարձրել է Տերը, կարող է ամեն օր չի կարում կարդալ, բայց հետո խոսում ես շնորհք է թափում վրից։ Թող Տերը մեզի օգնական լինի, որովհետեւ մենք Աստծո խոսք կարդացող չլինենք, Աստծո խոսք ապրող լինենք։
Աստծո անունը բերբերանը ունեցող չլինենք, Աստծո խոսքը որպես մեր կյանքի աղբյուր ապրելու նպատակ ունենանք։ Դրա համար սիրելի քույրեր, եղբայրներ, նայեք Եսայի 40-ի 31-ում այսպիսի խոստում կա։ Կարանք 30-ից կարդանք, որ ծերերը ուրախանան։ Ասում է երիտասարդները կհոգնեն եւ կվաստակեն։ Ընտիրները կթուլանան, բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն հոգնիլ։ Էսի խոստում եմ ես։ Գիտեք բայց ում։ Ստե գրածա հավատացյալներին այս խոստումը տալիս եմ, չէ՞։ Այդպես կարդացինք։ Այս խոստումը հավատացյալներին էր։ Այո թե ոչ։ Ստեղ գրված չի հավատացյալներին այս խոստումը։ Ստեղ գրածա ընտիրներն անգամ կթուլանան։ Այս խոստումը հավատացյալներին չի տրված։ Այս խոստումը Աստծուն ապավինողներին է տրված։ Այն հավատացյալներին, որոնք ապավինել են Աստծուն, որոնք իրանց վիճակի մեջ չեն նայում իրանց վիճակին, նայում են երկինք եւ Տիրոջը։ Գրվածա չեն հոգնի, չեն թուլանա, թևեր կառնեն նոր, կսլանան, կվազեն, չեն հոգնի։ Սա խոստում է Տիրոջից։ Այս խոստումը մենք ունենք թե չունենք։ Քեզ տվածա թե չէ տվածա, երբ որ դու նրան կապավինես։ Բայց մի հատ համարը շարունակենք Աստծո խոսքի։ Այդ շարունակությունն է, գիտեք, որ ասենք անիցիալը Տիրոջը չապավինողը, օրհնյալը Տիրոջը ապավինողը, այսպես կի, դրա շարունակությունն է։ Հենց Երեմիա 17-ի 9-ն եմ խորհրդում, շարունակությունը, 8-ը կարդացինք, հիմա 9։ Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված նրան ով կարող է հասկանալ։ Ով կարա, այն որ մարդն անում, մեկ են տակից ով կարա հասկանաս։ Մարդու սիրտը գիտեք ինչ է։ Բայց շարունակության մեջ ասում է ուշադրություն դարձեք, կարևոր չի ես քո սիրտը հասկանամ։ Կարևոր չի մենք իրար սիրտ քննենք, դա մեր գործը չի։ Բայց մենք ամեն մեկս ինչպես եղբայրն էլ ասեց, որ դու մի բան անում ես, մարդը չի կարա քեզ ինչ-որ բան ասի, բայց դու գիտես դու քեզ անում։ Հիմա նայ, մարդու սիրտը ով կարա, խոնաման կա, ամենից ավելի ապականված նրան ով կարող է հասկանալ։ 17 խոսքում, բայց ասում է պարզ. Ես Տերս, Աստված ասում, ես Տերս քննում եմ սիրտդ։ Տերն ասում, ասում է ես քո սիրտը քննում եմ։ Փորձում եմ քո երիկամունքը, որ տամ մարդին, ուշադրություն դարձրեք, իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի ըտղի համեմատ։ Այսինքն, այն ինչ որ մենք այսօր քաշում ենք, խաղում ենք, ես մի անգամ այդ մասին խոսացել եմ, ինչ ցանես, այն հնձում ես։ Այսինքն Աստված ասում է քո սիրտը ես քննում եմ, քո արած գործողությունները տեսնում եմ, եւ ես գիտեմ դու ինչի համար ես դա արել, ինչի համար ես դա արել, քո սիրտը ինչ շարժարիթով ինչ է արել, ես դա տենում եմ, ես դա քննում եմ եւ քեզ տալիս եմ ըստ դրա։ Դու առնում ես այսօր պատասխան քո կյանքի համար, օրտություն թե անես քո արածների համեմատ, ըստ քո սրտի։ Քո սիրտը ինչպիսին է, այնպես, եւ ես մտածում եմ Ժողովուրդ ջան, Աստվածաշունչն ասում է մարդու սիրտը չար ու խաբեբայ է։ Ով կարա դրան հասկանա։ Հիմա ես էլ նայում եմ մարդու սիրտը ախր շատ վատնա, մարդու սիրտը կարա լավ բան անի, ինչ անի իր փառքի համար պետք է անի։ Ախր ոնց անեմ, որ այս սիրտս լավն լինի։ Աստված էլ նայ ես սրտից լավն է, ինձ դրա համեմատ տա։ Ո՞ն Ժողովուրդ ջան, ոնց անեմ։ Փոխել է պետք է սիրտը։ Իսկ փոխված սրտում ով է բնակվում։ Որ հիմա Քրիստոս բնակվավ, ինչի է ասում կյանքը, կարդալն ու աղոթելը չէ, կյանքը, եթե Քրիստոս բնակվավ քո մեջ, Աստված նայես քո սրտին տեսնելու է իր որդու ներկայությունը, եւ դու տաճար Աստծո Սուրբ Հոգու եւ այնտեղ Աստված է բնակվում, եւ ամբողջ ապրելու շահը Քրիստոսն է։ Արածդ գործերի նպատակը Քրիստոսի փառքն է, Աստծո եկեղեցու շինությունն է, որ Աստված փառավորվի, որովհետև դու երկնքի քաղաքացի ես երկրի վրա, եւ դու Աստծո որդի լինելով մի նպատակ ունես, գործես երկնքի գործերը։ Հիմա Աստված նայում է այդ սրտին ինչ է տալու։ Օրհնություն, որովհետև այդ սիրտը Տիրոջ համար է ապրում։ Որ հանգարց մի փուճուր սխալվում է, չէ, սխալը Տիրոջ համար է։
Էլ նոմա չէ շատ նախանձավորությունից։ Հիմա մի հատ բան ասեմ ձեզ։ Պողոս Առաքյալը Աստծուն սիրում էր անգամ երբ որ սողոս էր։ Գիտեք, Աստծուն հավատում էր եւ այնքան նախանձավոր էր Աստծուն, որ սխալմամբ հավատացյալներին սպանում էր։ Գիտեր Աստծո դեմ են, գնաց դեր քրիստոնյաներին որ սպաներ։ Բայց որ Աստված տեսավ ինքը Աստծուն սիրում է, սխալ անում, բայց Աստծուն սիրում է։ Ինքը նախանձավորությունից ան որ հանկարծ Աստծո անը չանարգվի, հանկարծ ճշմարտությունը շեղվի, Աստված այց հələ սպասի բալամ։ Ճիշտ է, քո շարժարիթը լավն է, բայց այն նպատակը ինչ որ դու իմանում ես սխալ է։ Հիմա արի ես քեզ ասեմ, էդի ես եմ Աստված, ին որ դու սիրում ես, էդի ես եմ։ Հիմա դու ինձ կծառայես այդ նույն շարժարիթով եւ կեթաս իմ անունի համար կապրես, գործես, վերջում իմ անունի համար կմեռնես։ Ասես ո՞նց ասես Աստված չէ։ Աստված ուղեց նրա ճանապարհը եւ նա գնաց Աստծո համար ապրելու։ Եվ համարձակ կանգնում էր բոլորի առաջ, վկայում էր, որ Հիսուսը Քրիստոսն է։ Որտեւ ինքը նախանձավոր էր Աստծուն։ Ժորժան, իսկ եթե այսօր բնակվում է արդեն Աստված քո մեջ, այդ կյանքը քո մեջ, ինչ է, դու որ Աստված քեզ հնարավորություն տվեց, պաշտոն տվեց, փող տվեց, հնարավորություն տվեց, ում պետք է ծառայի, Աստծուն եւ Աստծո եկեղեցուն։ Զորություն տվեց քեզ։ Այսօր շատ երիտասարդներ ասում են, հավատացյալ, մտածում են իրանք հիմա աշխարհի մեջ ինչ-որ բանի կհասնեն, તો որ ծերանան եկեղեցում կծառայեն։ Դու երիտասարդ ես, եկեղեցում նա ինչ կա, ծառայի Աստծո գործին, երկնքի համար ապրի, պտուղներ հավաքի, Աստծո գործը գործի։ Այսօր շատերը չեն ուզում ծառայեն, ամաչում են Տիրոջը ծառայելուց։ Ամաչում են հայտարարելուց, որ իրանք հավատացյալ են։ Ամաչում են ասելու, որ իրանք հավիտենական Աստծո թագավորի տղեն են։ Ես չեմ կարող հասկանամ, այս մարդը հասկանում է ինքը ով է։ Մենք գիտենք մենք ով ենք։ Դու գիտես, որ դու ապավինել ես Տիրոջը թե չէ։ Դու գիտես, որ դու հավիտենական Աստծո տղեն ու աղջիկն ես։ Բայց դու ել ոնց հաղթությունից հաղթություն կեթաս։ Դրա համար Աստծո խոսքում գրված է. Ինձ բժշկիր 14 խոսքում։ Ինձ բժշկիր ով Տեր, եւ ես բժշկվեմ։ Փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որովհետեւ իմ պարծանքը դու ես։ Դու ես իմ պարծանքը։ Ես քեզնով եմ պարծենում։ Դու ես իմ ուրախությունը, դու ես իմ պարծանքը, դու ես իմ կյանքը, դու ես իմ երազանքները, ես որ երազում եմ, քեզ եմ երազում, ես որ պարծենում եմ, քեզ անով եմ պարծենում, իմ ապրելուց նպատակը դու ես, գիշեր ու ցերեկ, քո օրենքի վրա եմ մտածում, որ պահեմ ու կատարեմ։ Վիճակ կա քո կյանքում, Տիրոջը համբերի, Տիրոջը սպասի, համբերությամբ Տիրոջը սպասի, նրան ապավինի եւ նրան վստահի, հավատա Աստծուն ապավինողները եւ վստահողները չեն ամաչելու։ Եվ քո սիրտը թող իր առաջ ուղիղ լինի։ Եվ ինչ որ անում ես, թող Տիրոջ անունի եւ Տիրոջ փառքի համար լինի։ Ժորժ ջան, գիտեք, մի հատ բան ասեմ ձեզ։ Եվ դրանից դու աղոթքի կհրավիրեմ, այսի կարճ կասեմ երկու բառով։ Երբեք չփնտրեք քարոզիչներ, որոնք ձեր սրտի համեմատ կքարոզեն։ Երբեք չփնտրեք վիճակներ, որ այդ վիճակները ձեզ հարմարեցնեք։ Այնքան հավատացյալներ կան այսօր, որ ճշմարտությունը թողել են, մենակ մի պատճառով, որովհետև իրանց սիրտը իրանց փառքի հետևից հայտում, իրանց սիրտը աշխարհասիրություն է սիրում, իրանց սիրտը ուղիղ չի Տիրոջ առաջ, բայց կարացել են անգամ եկեղեցին մեղադրելով, իրանք առանձին իրանց ուզած տեղում լինելով, իրանց ուզած կյանքն ապրեն։ Բայց չեն խոստովանում, որ սա մեր սրտի ծռության պատճառով է, մեր աշխարհասիրության պատճառով է։ Եվ մենք գտել ենք մարդիկ, որոնք մեզ ասում են. այո, մեզ ծառայեք, ոչ թե Աստծուն, բայց ինչ ուզում եք արեք։ Եվ մեզ հաճելի է այստեղ։ Այսօր այնքան կան այդպիսիներ։ Անկամ շատերին, որ ես ճանաչել եմ, ու իմ սիրտս ցավում է, որ այսօր ընտրել են։ Մի անձնավորություն ինձ լացում էր, լացում։ Ասում է, ուզում եմ գամ եկեղեցի, այնտեղ, որտեղ մեր եկեղեցին է։ Ասում արի, դռները բաց է միշտ։ Հոր տան դռները միշտ բաց է, ինչ ես լացում, քույրիկ ջան։ Ասում ախր մի հատ բան կա, ես սիրում եմ, ձեր մոտ չեմ կարա անեմ։ Ասում եմ ձեր մոտ արդեն մեր ու ձեր կա, չէ՞ որ դու տես ծնվեց մեծած։ Հա, ասում եմ, ուղղակի տեղ չեմ կարա, բայց դե որեցում եմ կարամ։ Ասում եմ քուրս, խնդիրը խնդրեմն է գիտեք ինչումն է ասում եմ, որ դու քո այդ սիրած բանը փոխում ես Աստծո հետ,
Քո համար ինչ-որ բան ավելի թանկ է, դու լացում ես, ասում ես սա է ճշմարտությունը, բայց ճշմարտությանը չեմ կարող գամ, որովհետև այս մեղքը սիրում եմ։ Իսկ դե մեղքը կհանդիմանվի։ Այս կողքը չի հանդիմանվում, ես ազատ եմ։ Շուրջը ինչքան sense մարդիկ կան, այս սրտերն Աստված տենում է։ Ոնց կարող օրհնություն լինի այդ սրտի մեջ։ Ոնց կարող Աստված բնակվի այդ կյանքի մեջ։ Ոնց ես չեմ ուզում մեղադրեմ ու դատեմ, բայց ոնց կարանք մենք ասենք, երբ որ Աստված այդ սրտին նայի, պետք է օրհնի։ Չի կարա այդ բանը, Ժողովրդան, որովհետև մեր ապավինությունը դիտերը լինի, եւ Տերը նայում է քո սրտին, քո սրտի ուզածին, քո սրտի վիճակին, եւ դու ինչ որ անում ես, ինչի համար ես անում։ Ինչի համար ես անում։ Մի օր մի եղբայր ժպիտով եկավ, փաթաթվավ ինձ։ Աստված ասես կեղծ է։ Աստված ասես կեղծ է։ Ես սառա այդ պահին։ Ես էլ ժպտում էի ու ես էլ նույն ձև ուզում էի փաթաթվեի, բայց Աստված ինձ ասեց կեղծ է։ Ժողովուրդ ջան, իհարկե ես ոչինչ չարեցի այդ մարդուն, բայց զգուշ եղա, բայց հետո տեսա, որ Աստված ինձ ինչի համար է զգուշացնում։ Շատերը կարող է քեզ անգամ փաթաթվեն ժպիտով եւ քաղցր խոսքերով, բայց կեղծ լինի։ Բայց էդի կարողա դու չտեսնես, բայց Աստված եթե ինձ ասեց, ինքը տեսավ, այո, ես ինձ զգուշացրեց, ես գիտեմ ինչի համար։ Բայց ամեն անգամ հույս չի զգուշացնում Աստված։ Եվ պետք չի ես ամեն անգամ մարդու սիրտը տեսնեմ։ Ես էլ նույն ձև իրան կբարևեմ անկեղծ սրտով։ Եվ կանցնի գնա, եթե Աստված տեսնի, թե վտանգ չկա, բայց որ վտանգ կա, Աստված զգուշացնում է։ Բայց Աստված այդ սրտերը տեսնում է, թե չէ։ Տեսնում է։ Աստված այդ կեղծավորությունը տեսնում է, կեղծիքը տեսնում է, ստությունը տեսնում է, պղծությունը տեսնում է, անմաքրությունը տեսնում է։ Շատ ժամանակ մենք չենք տեսնում, եւ մեզ պետք չի տեսնել, բայց Աստված այդ սրտի համեմատել մեզ տալիս է։ Դրան թող մեր սրտի մեջ թագավորի Աստված, եւ մենք լինենք Սուրբ Հոգու տաճար, եւ տեղ տանք հոգուն, որովհետեւ գրված է հոգով գնացեք, հոգով գնացեք։ Եվ դուք հաղթացյան Աստծո որդիներ կլինեք։ Հոգով գնացող մարդը հաղթական մարդ է, եւ այդ մարդը հաղթող մարդ է։ Հոգով գնացող մարդը Տիրոջ որդի է, եւ նրա գործերը Աստծո փառք բերող գործեր են։ Տերը տա, որ ես ու դու հոգով ապրենք, հոգով գնանք եւ Տիրոջ գործը գործենք, որ Աստված փառավորվի եւ Աստված մեծարվի մեր բոլորի կյանքի մեջ։ Ամեն։